Երկիր մեդիան ներկայացնում է։ Հայրս գաղթել է Ղարսից, մայրս շնողունեցի է, այդ լորես, այնպես որ ես միշտ չէ որ Ղարսի բանն եմ ժառանգել, ես ժառանգել եմ լորեսի միամտությունը և դա երևի ինձ օգնել է ամբողջ կյանքիս հետ։ Ես ավարտել եմ դաշտավարական տեխնիկումը, բայց իմ նախասիրությունը լրիվ ուրիշ տեղ էր։ Ամեն օր մտնում էի Մռավյանի անվան թատրոն Գյումրու, մի տեսարան նայում դուրս էի գալիս։ Եվ դա կանխորոշեցին հետագա անելիքը։ Մերոնցից մի քանիսը արդեն ընդունվել էին թատերական ինստիտուտ, ես թողի այդ դաշտավարականը, որովհետև գյուղ գնացի, գյուղացիները սկսեցին ինձ ձեռ առնել, ես մեզ ինչ պիտի սովորեցնի ես երեխեն, թողի փախա։ Հետագայում ընդունվեցի թատերական ինստիտուտ, Արմեն Գուլակյանը, իմ լուսահոգի ղեկավարը, երրորդ կուրսից ինձ տարավ Սունդուկյանի անվան թատրոն, այդպիսի բան այն ժամանակ բացառված էր, որովհետև Սունդուկյանի անվան թատրոնում աշխատում էին հրաշք դերասաններ, Հրաչ, Վաղար, Ավետ Ավետիսյան, և ես մեծացա այդ դերասանների հետ, էլ չեմ խոսում Փափազյանի մասին, որ երբեմն գաստրոլների էր գալիս։ Անցան տարիներ, թատրոնում խաղացի մոտավորապես մեր Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում 30-ից ավելի լավ դերեր, գլխավոր դերեր։ Հետո մի ժամանակ գլխին գա, որ այն ինչ որ ես եմ ուզում խաղալ, ինձ չեն տա, գտան քեզ, նրան, և խորացավ ասմունքի մարզը, ասմունքով զբաղվելը իմ մեջ։ Ես այն բախտավոր մարդկանցից եմ, որոնք շրջագայել են մեր լավագույն բանաստեղծների հետ, Հովհաննես Շիրազ, Պարուր Սևակ, Իսահակյան, նրանց գործերով եմ տարվել Թումանյան, Համոսահյան, դրանք մարդիկ են, որոնք դարագլուխ են կազմում, մարդ կա ելել է շալակն աշխարհի, մարդ կա աշխարհն է շալակած տանում, դու որ սխալվել, սակայն չես ստել, կորցրել ես հաճախ, բայց նորից գտել, դու որ սայթակել վայր ես ընկել ես, սակայն երբեք չես սնկել, հարմագցել ես կատարից կատար, ելել ես անվերջ, բարձրացել ես վեր, քո ահեղ դարից առնելով թևեր, ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես, որ անօրինակ քո դարը տեսնես, բոլոր կերպերով դու նրան զգաս, շահածով խնդաս, կորուստը սգաս, ելել ես իբրև նրան մունետիկ, որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ, որ ճշմարտության ափերը տեսնես, ցպտված ստի խաբելը տեսնես, որ չվախենաս, որ չվարանես անարդարության դեմքը,
խարան ես հատ ինչու դու, այսքան տարի, դու որ հարազատ ծնունդ ես դարի, քայլում ես հանդուլ, առաջ ընթանում, քայլում ես այնպես ծանր ու վիթխարի, ասես աշխարհն է շալագած տանում, մարդ կա, աշխարհն է շալագած տանում, մարդ կա, ելել է շալակն աշխարհի, նա, ով ելել է շալակն աշխարհի, աշխարհում երբեք թաթստեղ չի քնում, գիտի թե որտեղ եւ ուր է գնում, ում մերելին է անարցունք լալիս, ում խոսքի վրա ստից ծիզաղում, ում այդ դինջ նստած նարդի է խաղում, հարգ է ազդեպքում եւ տանուկ տալիս, վերից է նայում ցածրում կանգնածին, երբեք չի օգնում ներքև ընկածին, իսկ վերի կանգնածի աղջկան, որդուն, սիրուն անգամ ու քարտողարին, ոնց է քսմսվում ու շողոքորթում, որտեղ մի պատար չաղ ու յուղալի, կանգնած այնտեղ նա երկողալի, հեշտ զրպարտում է, երբ տեղն է գալիս, նույն հեշտությամբ էր իր մեղքն է լալիս, ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր, հարազատ մորից ու որդուց ավել, աշխարհում նա իր աշխարհն է սիրում, սուտ է, նա այնտեղ իր շահրն է սիրում, ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր, նա պատմության մեջ մեր դարն է սիրում, սուտ է, նա դարի ավարն է սիրում, ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում, սուտ է, նա միայն իր փորն է սիրում, ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր գաղափարական իր հորն է սիրում, սուտ է, ոչ հորը, ոչ մորն է սիրում, թանկ չեն ոչ որդի եւ ոչ էլ թոռը, ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր կյանքում սիրում է նա իր աթոռը, աթոռն է սիրում ու նրան տիրում, ցանկացած գնով ելնում դեպի վեր, փորձում է թրջել նա առանց տևեր, անվերջ սողալով առաջ է գնում է այսպես ու տարեց տարի, ելնում է այսպես, շալակն աշխարհի մարդ կա, աշխարհն է շալագած տանում, մարդ կա ելել է մեր լեզուն տղեկ, Փափազյանի խոսքերով ասեմ, լեզուն մի ժողովրդի ոգին է իր հնչեղ ձևի մեջ, Փափազյանի փոքրիկ խոսքն է, եթե մարդը ունակ է հնչեղ ձևի մեջ մատուցել մեր ոսկեղենիկ լեզուն, ուրեմն աշխարհի բոլոր ծայրերում կհասկանան, մի անգամ Բևերլի Հիլզը Ամերիկայում գիտեք հարուստների թաղամասը, մի կին անգլուհի հրավիրեց տուն տղաների հետ, հայ տղաների, հրավիրեց, քեֆ էինք անում բան, հետո տղաներից մեկ ասեց, Վալոդյա ջան, մի բան կարդա էլի, ասի այ մարդ, ես անգլերեն չգիտեմ, նա հայերեն, նա ինչ պիտի հասկանա, եւ կարդացի Վահան Տերյանից մի 3 փոքրիկ գործ, ուզեցին թարգմանել տղեկը, ասեց ինձ պետք չի, ես հասկացա, ուրեմն արդարացում է խոսքը, որ լեզուն մարդու, մեր լեզուն են էլ, լավ որ մատուցես կհասկանան, այդպես եղավ եւ Հոլանդիայում, 2 ամուսիններ ծեր մոտեցան, շնորհակալություն հայտնին, ասի ախր դուք ոչինչ չա, ես հայերեն էի կարդում, ասում, մենք լեզուն հասկանում ենք, մարդկային լեզուն աշխարհի համար է, մենք հասկանում ենք ձեր ասածները։
Յուրաքանչյուր արվեստի մարդ, լինի երաժիշտ, քանդակագործ, նկարիչ, միշտ մի բան պակասում եմ, իհարկե, շատ բաներ կան, հիմի ես հասել եմ իմ կյանքի այսպես կոչված մայրամուտին, շատ բաներ չվիճակվեց թատրոնում խաղալ, չնայած ես ասմունքի մարզում ինքնիշխան եմ, ինքս եմ ընտրողը, ինքս եմ կատարողը, ինքս եմ զանազանում եմ որը կարդալ, որը չէ։ Եվ դրա համար ես ինչ որտեղ թատրոնից, որին ես շատ եմ սիրում, շատ էլ սիրում եմ, հեռացա։ Մի օր Շիրազը մի բանաստեղծություն էր գրել, սրամիտ մարդ էր շատ, տպվեց բանվոր թերթում Գյումրիի, գրողները Իսահակյան, Դեմիրճյան, լավագույն գրողները հավաքված, կարդում են այդ փորձը բանվորում, ասում են, այս ով է այս հրաշամանուկը, հələ բերեք տեսնենք, Շիրազն էլ խեղճ տղա, շոր չուներ, բան, մեկից մի պիջակ, մեկից մի տաբատ խնդրելով, գալիս է Երևան։ Ասեմ քեզ, որ փողկապ չի ունեցել, քրոջը ստիպել է տանել փողկապ, ասում է, մտավ աչքերը պլպլած այդ գույներից, մի կանաչ լայն երիզով փողկապ, ասեց, հատիկ կուզեմ։ Երևան, գրողների տուն, տեղեն դուրը բաց անում, որ մտի չի հանդգնում, ամաչում է, գրողներ են նստած։ Երկրորդ անգամ է բաց անում, էլի չի հանդգնում, երրորդ անգամ մեկը ներսից երևի ամենաջահելը կամ ամենաանհամբերը, ասում է, դով այդ դուրը ջարդում է, կամ ներս եկեք կամ գնացեք, մտնում է կանգնում դռան տակ խեղճ, այդ նույն տղան, որ բարկացել էր երեխայի վրա, ասում է, այդ տղա կանանչ փողկապ ես կապե, չես վախենա եշերը վերը դարած են, ասում է, իդորեմարել նիշ չէի մտնի։ Եվ Շիրազը սրամիտ մարդ էր, մի օր ինձ կանչեց կինո Մոսկվայում, ասել է, անդաղան դարիստեղ, այդ իշք է պարուրին կկարդաս ընձի չես կարդա, ես էլ միամիտ ասի, այդա, դու էլ բան գրի կարդամ, Շիրազին էդ ես բանը, ասել է մահվան հավասար էր։ Երկու տարի հետս խռովեց, Շիրազը, որ ասի բանգերի կարդամ, մի օր առավոտ 8-ին զանգ տվեց տուն, Վալոդյա ջան, չայնացավ իրա վրա, ասեց, ինչ Վալոդյա, դա ինչ անուն է, փոխ է անունդ, Վարդան, ասի ինչ է, առյուծ չասեիր, էդ չեր խոսի, կուգաս էր տանք Թիվլիզիսավ, ասի առյուծ Թիվլիզին չենք գնում, էջքս է վրաց գրողները հետս հանդիպում են սարքեք ուզեմ քեզի հետս տանեմ, ամարվա շոքոր էր, այն ժամանակ ղեկավարում էր երիտասարդ բանաստեղծ Հարություն Հովնաթյանը, իմիջայլոց Շիրազը ոչ օդանավ էր նստում, ոչ լիֆտ էր նստում, և մոտը մարդ պիտի լիներ, որ փողոց անցկացներ, վստահելի, ասեց Հարություն քշե գարնի, առյուծ, Թիվլիս գնում եք Սևանի ճանապարհով, դու գարնիում ինչ գործ ունես, ասեց, էդի քու գործը չի, Հարություն դու քշե, իջավ կանգնեց հեթանոս տաճարի մոտ, մտքում ինչ որ բան էր մրմնջում,
Տաճարի շրջակայքը նայելիս տեսավ սյանստերում պարդած գյուղական սերացած մի գամբր։ Շիրազը մոտեցավ շանը ու սկսեց հաչալ, հավ, շունը ալարգոտ մի աչքը բացարեց, տեսավ կենթանի արարած է գլխի վերևում, նույն ալարգոտությամբ աչքը գոցեց ու շարունակեց մրապել, Շիրազը շուրեկով ասաց, Վարդան ջան, կտեսնիս, ենքան մարդ է տեսել, որ շնությունը մորցել է։ Եվ դա եղավ, երևի բանաստեղծին շատ էր մտահոգել այդ միտքը, եղավ նրա իմ կարծիքով հայ պոեզիայի լավագույն գործերից մեկը, որը կոչվում է համաշխարհային վիշտը։ Ծով ձգել կուզեր, ձգնորսնի շանը, տես դու ապերախտ աշխարհի բանը, շատ է զառամել, էլ պետք չի գալու, գող ու գայլի հոտն էլ չի զգալու, իր քդեդագել շանորն ընկել էլ տուն չի պահում, ու մարդ անբանը նավակից դեպի ծով ներեց շանը, թշնամու նման ծով ներեց նրան, իր հավատարմին, իր հին մտերմին, ապշեց մի վարկյան դողար շունը, նա որ տարիներ պահում էր տունը, հսկում էր քունը տիրոջ ապիկար, գայլի հոտն անգամ չէր թողնում մոտ գար, ձմռան գիշերն էլ հազար գայլով լի, բայց օր ծերության հանդիպեց գայլի, սկսվեց մի խոր գոտեմարդ լռին, բայց կարծես Աստված ուժ տվեց գամբրին, Տերը հրում էր, որ ծովը ձգե, շունը չքնում էր, որ կյանքը փրկե, տիրոջն էր կպչում, կարճում թաթերով, լուռ կատաղությամբ և թե լուռ սիրով, նույնիսկ աչքերում արցունք երևաց, բայց էր որ մարդն էլ կատաղեց հեված, երբ անսիրտ մարդն էլ անմիտ կատաղեց, ծրվեց նավակը, շուռ եկավ, թաղվեց ծովն ընկավ մարդն Բայց տես ինչ տեսավ, շունը խեղդվող տիրոջը հասավ, բերանով իսկույն բռնելով մարդուն լողալով նրան դուրս բերեց ծովից ու ինքն էլ մեռավ իր սրտի ցավից, երնեք կրծքի տակ մարդկության այս բիրտ, բաբախեր այսքան շնամեց մի սիրտ, ահա Շիրազը, մեծ ասելիքով, Շահյանը շատ լավ բաներ ունի, քառատող ընդամենը, խղճիդ հետ զրույց արա, ես դիմում եմ ժողովրդին բոլորին, խղճիդ հետ զրույց արա ամեն օր քնելուց առաջ, երկնքի հոնքին նայիր աղունդ փռելուց առաջ, Ծառին հուզմունքով նայիր, կացինդ սրելուց առաջ, քուչագի սիրտ ունեցիր հայրեններ գրելուց առաջ, այդ համոյի քառատողն է, որ ես միշտ ասում եմ, այդպես պիտի նայել, Էմինիչ մի քառատող էլի, երբ ես ծնվեցի այս հողագնդում, ես լալիս էի աշխարհը խնդում, Այնպես ապրեի, որ երբ գնայի, աշխարհը լացեր, իսկ ես խնդայի, կամ խենթ Շիրազը, մեզ են գլխից են զարկել, բայց նորեն հայերն ապրել են, ապրում են կապրեն, հազար դարեր են անցել, բայց նորեն հայերն ապրել են, ապրում են կապրեն, Եղեռնազարկ էլ եղանք, բայց նորեն հայերն ապրել են, ապրում են, կապրեն։
Ես կուզենայի իմ ժողովրդի այս հատվածը, որ արժանի է, ոչ միայն այս հայը, որտեղ էլ ապրի, մի քիչ բարետես կյանք ունենա, որ կարողանա անհոգ հոգալ իր ընտանիքի, իր տան, իր երեխաների մասին։ Դրսի աշխարհը այդպես չկարծեք, դաժան աշխարհ է, իր առատության մեջ դրսի աշխարհը դաժան է, ով կարողացավ այդ բարիերը անցնել, հարստություն կուտակել, նա կանցնի։ Աշխարհում միշտ բաց են եղել դռներս կրնգի վրա, ելնողին չեմ ասել արի, մտնողին չեմ ասել գնա, իմ ձեռքին ինչ որ ունեցել բոլորը բաշխել եմ ձրի, և հացի պատառը վերջին, և վերջին կաթիլը ջրի, բաշխել եմ եղածի չափով, չեմ ցրել, բաշխել եմ մարդիկ, երբեմն բուրբուր եմ բաշխել, երբեմն հատիկ առ հատիկ, բաշխել եմ կրակ ու կորով, ժպիտներ, ուժ ու ժամանակ, թե մեկից մի բան եմ խնայել, իմ ցավն եմ խնայել մենակ, բաշխել եմ ինչ որ աշխարհում տրվում է մարդուն մի անգամ, և որքան առատ եմ բաշխել, դժգոհ եք եղել դուք այնքան, ասել եք, խոսել, բամբասել և անգամ նախանձել ուր կամ, կոչել եք դժկամ ու դժնի, ժլատ եք կոչել ինձ անգամ, առել եք և բախտ և բաղձանք և կյանքս ցվեն առ ցվեն և ինձնից առածի տեղակ հոգսեր ու ցավեր եք տվել, որքան էլ ինձնից հեռացել, դուք միշտ եղել եք ինձ մոտիկ մարդիկ, ինչ շատ եք չարչարել, բայց էլի դուք լավն եք մարդիկ, բայց էլի դուք լավն եք մարդիկ, ասում եմ որերորդ անգամ, առանց ձեզ ոչ միայն ապրել, ես մեռնել չեմ կարող անգամ։ Եթե կարողանամ ես ինչ որ չափով այս խեղճ ժողովրդի վիճակը մի կերպ թեթևացնել, իմ նպատակը դա է։